Պարոն Փաշինյանը եկավ, դավաճանեց, չէ՞ ժողովրդին։ Ժողովրդին դավաճանեց։ Դուք չգիտեք երբ է պատերազմ ելնելու։ Մեծ պատերազմը, վերջի պատերազմը։ Ոնց պիտի իմանամ։ Չգիտեիք։ Հա երկրի ղեկավար եք։ Երկրի ղեկավար եմ։ Երկրի ղեկավար եք եղել։ Հա։ Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեսպիլոտնիկ չեք առել կամ զենք չեք առել։ Ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չի եղել, անունդ ոնց է։ Մխիթարա, ես Արարատի մարզ գյուղ Գորավան։ Մխիթար։ Բեսպիլոտնիկներ ընդհանրապես չեն եղել, բեսպիլոտնիկները հայտնվել են մոտարապես ընդհանրապես որպես զինատեսակ 17, 18 ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել եւ ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Լավ, ես ձեզ պետք է ընտրեմ, ես ձեզնից ինչ եմ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին։ Եվ ընդունում է որ թողել է, եւ Ալիևը ընդունում է եւ ասում է որ այսքան զենք, բայց զենքը որտեղից է եկել։ Պարոն Քոչարյան, այդ զինամթերքը մենք չենք ունեցել, բեսպիլոտնիկից բռնած Ով ամեն ասես ինչ չենք ունեցել։ 5 միլիարդի թողել են այնտեղ Ղարաբաղում։ Հա բայց չեն ունեցել որ Լավ, ժողովուրդ։ պետք է ընտրեմ, ես ձեզից ինչ ակնկալիք ունեմ։ Դուք անձամբ դուք կարող եք ոչ մի ակնկալիք չունենալ։ Ես խնդրեմ չունեմ։ Ես հասկանում եմ, որ կա մի զանգված, որը մեզ է հավատում, կա մի զանգված, որը հավատում է Նիկոլ Փաշինյանին։ Հավատացեք։ Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Շատ բարի, ես չեմ եկել։ Գուբերնիա ենք դառնալու։ Ես չեմ եկել հանդիպել ձեզ։ Մենք գուբերնիա ենք։ Մեր քաղաքացին ամեկա պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ինչ անենք։ Գոնե մի հատ ավելի լավ ինստրուկտաժ անեին,